Okay, ոնց է անգամ շատ կարճ շատ արագ եղավ, այդպես չէի նախատեսել, բայց դե ես երբեք չեմ կարող կանխատեսել, թե կարտերը ինձ ինչ ցույց կտան եւ ում ինչ կվերաբերվի։ Ես ուզում եի տեսնել անցած անգամ ընդհանուր առմամբ ինչ է կատարվում մեր շուրջը, ինչ ակնկալել, ինչ իրավիճակում են գտնվում, բայց եղավ շատ կարճ, սիրո մասին, ինչ-որ մեկի համար։ Այսօր տեսնենք կարտերը մեզ ինչ ցույց կտան։ Նորից եմ ասում, կարծա ընդհանուր բոլորի համար է, այնպես որ չի կարող բոլորին ամեն ինչ վերաբերել, եթե ձեզ չի վերաբերում, ուրեմն սա ձեզ համար չէ։ Իսկ եթե ինչ-որ մեկին կարող է ինչ-որ մի բան էստեղից օգնել, ինչ-որ ձևով օգտակար լինել, ուրեմն սա իրենց համար է։ Եթե չօգնի, ոչինչով չի վնասի համենայն դեպս։ Տեսնենք, ինքնենք այսօր ինչ եմ սպասում։ Էլի սիրո կարտն է դուրս գալիս։ Հետաքրքիր է, միայն սիրո հարված մարդիկ են նայում երևի վիդեոները։ Չէ։ Այս մեկը էլի սիրո թեմայի շուրջ է, բայց այստեղ բոլորովին այլ հարցերի մասին է։ Ինչպես առաջինը ցույց տվեցի, սիրո քարտներ, սիրո քարտներ առաջինը, ասիկն այսօրվա քարտերը եւ չեմ սիրում գուշակություն ասել, գուշակություն չի սա, այսօրվա մեր նյութը փաստորեն լինելու է սիրո, բայց ավելի շուտ ես տեսնում եմ անձնական հարցերի շուրջ, ոչ թե սիրո։ Այստեղ շատ ավելի բարդ իրավիճակ է։ Այստեղ առաջին քարտը դուրս եկավ տուն։ Դրանից հետո ես տեսնում եմ վեճեր, ինչ որ կոնֆլիկտներ եւ ինչ որ խոչընդոտներ։ Այսինքն, սա երևի ավելի շատ կոնկրետ արդեն կայացած հարաբերությունների մասին են կարող լինել նաև ամուսնություն, այսինքն ապրում եք մի տան մեջ, բայց կան կոնֆլիկտներ եւ կան խոչընդոտներ, կոնֆլիկտները լուծելու համար, հա, թերևս։ Ես էպես եմ տեսնում։ Անմիջապես կարտերի օգնող Իսկ քարտերը բոլորովին այլ բան են ասում։ Տանը կա այս կինը, չեմ ուզում ասել օձը, բայց կա ինչ-որ մեկը տանը, որ խայթում է ձեզ, կամ ձեր ետևից, ձեր թիկունքից ինչ-որ դավադրություններ է լարում ձեր դեմ։ Այսինքն ձեր այս ընտանեկան խնդիրները, իրականում երբ որ խնդիրը տղամարդու հետ է, եւ սա ես հիմնականում պատկերացնում եմ, որ կանայք են դիտում, ինչ որ կա կին, նույնիսկ եթե տղամարդիկ են նայում, կարող են ունենալ ընտանեկան խնդիրներ, բայց միևնույն է տանը օձը, հա, կամ այն մարդը, ով տանը խառնում է ձեզ իրար, որովհետև բացահայտորեն տեսնում են, որ այստեղ ինչ-որ մեկը ձեզ խառնում է, ձեր վեճերը, այս կոնֆլիկտները, այս բոլոր խոչընդոտները, ձեր հարաբերությունները շտկելու ինչ որ մեկի պատճառով է եւ այդ մեկը կին է։ Ես չեմ կարող ասել տարիքով մեծ է, թե տարիքով շատ մեծ չէ, բայց օձը չի կարող ունել լավ մի բան, այսինքն ձեզ ինչ-որ մեկը ձեր հարաբերությունների մեջ խառնված է կին, որը հնարավոր է կամ ազգական բարեկամուհի է, կամ հենց նույն տանն էլ ապրում է, քանի որ տուն է ընկած, ես ավելի շատ կարծում եմ, որ ձեզ հետ մի տան մեջ ապրում է, բայց եթե ձեզ հետ մի տան մեջ չի ապրում, ուրեմն ազգականուհին է, տունը նորից էլի կարող է նշանակել, որ ձեզ հետ ինչ-որ ազգակցական կապ ունի, այսինքն օտար մեկը չի, դժվար թե լինի հարևան։ Ավելի շատ ես կարծում եմ, որ կլինի ազգական կամ մեկը, որ ձեզ հետ ապրում է տանը։ Ինչ վերաբերում է այս վեճերին, վեճերը թերևս կշարունակվեն։ Սա առաջ խաղացման, զարգացման, չնայած ես սիրում եմ այս կարտերը, որովհետև սրանք ոչ միայն նկարներով են, այսինքն ոչ միայն լենարմանով է բացատրությունները տալիս, այլև տեսնում եք կարտերն էլ ունեն իրենց նշանակությունը, սրտի ինը շատ լավ քար է,
Այսինքն իրականում ձեր մեջ զգացմունքներ եղել են, դուք ձեր հարաբերությունները պիտի լավ լինեն, ամուսնությունը հիմնված է եղել զգացմունքների վրա եւ մարդիկ իրար, այո, ես տեսնում եմ, այստեղ հարաբերությունները, այս ընտանիքը ստեղծվել է սիրո հիման վրա, չի եղել ցար պայմանավորված, կամ դե լավ տունը չեմ մնում ամուսնանամ, այդպես չեմ տեսնում ես, եղել են զգացմունքներ եւ Իրականում, եթե այս կինը չխանգարեր, այդ վեճերը չլինեին, չնայած էլի կարծում եմ, որովհետև կա սեր եւ հարաբերություններ, իսկ թե ամեն դեպքում դուք փորձում եք։ Դուք փորձում եք այդ հարաբերությունները ինչ որ ձևով շտկել։ Ես չեմ տեսնում այստեղ ու միջոցով եք շտկում, որտեվ կերպարներ չեմ տեսնում առանձնապես, ես տեսնում եմ խառնակիչ, բայց չեմ տեսնում ու միջոցով է շտկվում։ Բայց այստեղ այդ խոչընդոտները որ կան, խոչընդոտները կարող են լինել միգուցե եւ աշխատանքի հետ կապված, ձեր աշխատանքի, չգիտեմ, ինչ եք աշխատում, ինչու մեկին դուր չի գալիս, վստահ 100%-ով չեմ կարող ասել, ելի եմ ասում սա ընդհանուր բոլորի համար է, ինձ համար դժվար է կենտրոնացնել, բայց հնարավոր է խոչընդոտ, այսինքն խնդիրը, որ առաջացնում են այս վեճերը, որովհետև սա էլ է խաչի քարե ընկած, կարող է հնարավոր է ինչ որ խնդիր կա, որ ձեզ այսպես խնդիրները ձեր մեջ առաջացնում են կապված լինի աշխատանքի, ձեր աշխատանքի բնույթ իրանց դուր չի գալիս կամ տնից եք աշխատում, դա իրեն ինչ-որ մեկին խանգարում է ինչ-որ ձևով, չեմ կարող ասել, վստահ չեմ, բայց կա full տրանսֆորմացիա, դա գաղաթող ձեզ չվախեցնի, սա մահ չի նշանակում բոլորովին, սա նշանակում է փոփոխություն, այսինքն հակառակ ուղղությամբ, խոչընդոտները փոխվում են հակառակ ուղղությունը վատի լավն է, լավի վատն է, այս դեպքում, որովհետև խոչընդոտներ կային, խնդիրներ կային, վեճեր կային, ես տեսնում եմ փոփոխությունը բնականաբար պետք է լինի դրան հակառակը, ինչը նշանակում է փոփոխությունները պետք է լինեն դեպի դրական կողմը, որովհետև ես այստեղ ստվերում տեսնում եմ այստեղ ամենալավ քարը, սա հաջողության քարտն է, օտակն էլ արև դուրս եկավ, այս երկուսից այն կողմ ավելի լավ քարեր չեմ տեսնում, եթե հաջորդ քարն էլ կարողանամ դիտել, եթե նույնիսկ խոչընդոտը, խնդիրը, որի շուրջ այս վեճերը եւ խնդիրները կամ այս կինն է առաջացնում, կախված լինի աշխատանքի հետ, ձեզնից պահանջում է լինել խորամանկ, այսինքն դուք, ինչքան ես հասկանում եմ, օծին այսպես վիճելով կամ ճակատ առ ճակատ պայքարելով դժվար թե կարողանաք օծի դեմ պայքարել եւ իրեն հաղթել, որտեվ ինքը միգուցե տարիքով է կամ չգիտեմ, ինչ որ մեկն է, որը իրականում ունի իշխանություն, իսկ չեմ ուզում կոնկրետացնել, կիսուր, տալ եւ այլն, չեմ ուզում նման թեմաներ, կենցաղային թեմաների մեջ մանրանալ խորանալ, բայց ով էլ որ լինի, որ խանգարում է տանը, պետք է մի քիչ դուք խորամանկ գտնվեք։ Մի քիչ ավելի ճարպիկ պիտի գտնվեք, պետք է կամ փորձեք հետը լեզու գտնել, կամ անեք այնպես, որ եւ ձեզ լավ լինի եւ իրեն չխանգարի, որտեվ ես նորից եմ ասում, տեսեք, այս շատ լավ քարեր են տակը դուրս եկել, տակը, այսինքն հնարավոր է այս հարցը լուծել։ Հնարավոր է, այս կոնֆլիկտները, այս խոչընդոտները, սրանք ժամանակավոր բաներ են, բայց կախված է ձեզանից։ Եթե կարողացաք գտնվել խորամանկ, ճկուն, խելացի, որտեվ ինչքան խորամանկ, այնքան ճկունու եւ խելացի է աղվեսը։ Պիտի գտնվեք, այո, այդ օծի դեմ պիտի լինեք երևի թե աղվես, որ կարողանաք։ Եվ կարող է գտնվել ընտանիք, ընդ որում աղվեսը իմիջայլոց, կարող է լինել նաև եթե դուք չեք կամ մի ավելի խելացի կին, որը ճկուն մտածելակերպ ունի, մի քիչ լինեն շուստրի, ճարպիկի մեկն է, որը կարող է լինել ձեր ընտանիքից, չգիտեմ, մայրը կարող է լինել, մեծ տարիքով քույրը լինել մեկը, որ ձեզնից ավելի կյանքի փորձ ունի։ Իրենք կարող են ձեզ օգտակար լինել, իրենք կարող են ձեզ խորհուրդներ տալ ինչպես վարվել օծի հետ, ինչ անել, որպեսզի այս հարցը կարողանաք լուծել, բայց ես տեսնում եմ, որ հարցը լուծվելու է եւ շատ հեշտ է լուծվելու եւ այո, հարցը տղամարդու հետ է կապված, սա կնոջ բանալին ձեռքում է, այո, եթե կարողանաք, ել եմ ասում, արևն ու ծաղիկը, որ դուրս եկան, clover, ես չգիտեմ հայերենով clover, ոնց կարող եմ թարգմանել, բայց այս երկուս արևի հետ, որ դուրս եկավ, սա հաստատ ընտանիք քանդվել չեմ տեսնում բոլորովին, բանալին լուծումը կարող է լինել այս խորամանկ աղվեսի ձեռքում, այսինքն սա կամ դուք պետք է լինեք խորամանկ, կամ կին, որը չգիտեմ, ձեր ընտանիքից ավելի հասուն, ավելի փորձված է ձեզնից եւ ձեզ կարող է խորհուրդներ տալ եւ դուք կարողանաք կամ օծի հետ լեզու գտնել, կամ այնպես անել, որ
ինքը ձեզ չկարողանա խայթել, խանգարել, խոչընդոտները կարող եք հեռացնել եւ ձեզ համար կլինի շատ լավ, որտեվ սա ես տեսնում եմ շատ նորմալ լավ սիրային հարաբերություններ են եւ ես խորհուրդ եմ տալիս անպայման դիմեք խորհրդի, գիտեք հիմա ինտերնետով մարդիկ այնքան են ինտերնետով ամեն ինչ կարդում, լսում, որ մտածում են էլ մեծերի խորհրդի կարիքը չունեն, մի տեսակ ծնող երեխա հարաբերությունները շատ փոխվել են դրանից, բայց ամեն դեպքում կա կյանքի փորձություն, որը ոչ մի երևի ինտերնետ, ոչ մի սոցիալական ցանցեր ձեզ չեն կարող տալ։ Ես շատ լավ եմ տեսնում, հաջողություն եմ ձեզ ցանկանում